Բարև ձեզ։ Ինչի եմ կարևորում նաև այսօրվա այս միջոցառումը եւ ինչի եմ կարևորում բարձրացված հարցը, թեկուզ ես մի քիչ այլ կերպ էի տեսնում, բայց որը դեպքերում այսպես թե այնպես ինքը կարևոր թեմա է մեր կյանքում։ Ինչ պետքա խնդրեմ հատկապես տնտեսագետներից։ Մենք մի բացթողում ունենք, նաև կառավարման ապարատում այդ բացթողումը, երբ որ սկսում ենք թեմաներ քննարկել եւ այդ թեմաների քննարկումից հետո առաջարկություններ ներկայացնել, հոդվածներ պատրաստել, վերլուծություններ անել, իհարկե մենք ապավինում ենք թվերին եւ այդ թվերից ելնելով ենք մեր եզրակացությունները անում։ Ինչքանով են մենք կառավարության որոշումները, ազգային ժողովի օրենքները ապավինում թվերին, ես չեմ կարող ասել։ Իմ խնդրանքը ձեզնից տնտեսագիտական համայնքից, այսպես ձևակերպեմ, շատ պետք է ակտիվ աշխատել կառավարության հետ եւ շատ պետք է ակտիվ աշխատել ազգային ժողովի հետ։ Այն ինչ որ դուք ստեղ գրում եք, այն ինչ որ վերլուծություններ կատարում եք, ինքը արդեն sense վտանգավոր է, բարձրացնից։ Ով որ տեսնա սա կփախնի։ Սա կարդալը ամբողջապես ընկալելը մարսելը բավականին դժվար գործ է։ Ամեն մարդ չի, ասեք ես անկեղծ եմ ձեր հետ խոսում։ Սրա մեջ պետք է կարողանալ գտնել այն ամենակարևորը, որ կհետաքրքրի կառավարությանը, գործադիր իշխանությանը, եթե պատգամավորներ չկան, նաև որ այս դրի իշխանության ներկայացուցիչների։ Պետք է կարողանալ այս ամեն ինչ որ դուք անում եք հասանելի դարձնել։ Սա այն բացն է, որ այսօր ես տեսնում եմ այս առօրյա աշխատանքի մեջ շփվելով, գնահատելով նաև ձեր աշխատանքը, բայց ձեր աշխատանքի արդյունավետությունը ավելի կբարձրանա, երբ որ նորից եմ կրկնում, սրանք դառնան սեղանի փաստաթուղթ համապատասխան կառույցների։ Իսկ բան մարդու, մի սեղանոթա թերթում եմ, կարդում եմ, բայց հետո հասկանում եմ, որ ժամանակը չի երիկում, կամ ինչ-որ մի բան, հələ սա ոնց պետքա կիրառեն, ոնց պետքա սա իրականություն դարձնել։ Ես խնդրում եմ այս հանգամանքը հաշվի առեք։ Եվ այդ առումով շատ կարևոր է հիմա մի նոր էտապ է սկսվում մեր կյանքում, մենք առաջնորդվում ենք, գիտեք, այսպես կառավարության հնգամյա ծրագրերով, հնգամյա տարին ավարտվում է 2026 թվականին։ Եվ սկսելու է հաջորդը 2026-31։ Իմ խնդրանքը ձեզ, որ այսօրվանից սկսեք զբաղվել այդ 26-31-ի ձեր պատկերացումների թղթին տալով, ձեր մոտեցումները, չգիտեմ ինչքանով կդառնա սա նաև համալսարանի հետազոտական թեմաներ, բայց կարծում եմ, որ սա ամենակարևորն է, որ պետք է արվի, որտեղ մենք հաջորդ 5 տարին լրիվ էականորեն տարբերվել է նախորդ 5 տարվանից։ Ես հույս ունեմ, որ մենք բոլոր դեպքերում կհասնենք նրան, որ իրականում խաղաղ կայուն իրավիճակ կլինի Հայաստանում եւ տարածաշրջանում, եւ դրանից ելնելով մի քանի սցենարներ պետք է նախատեսել, եւ այդ սցենարների շրջանակներում նաեւ այն առաջնահերթություններ, որոնք կան, իշխանությունը մեր հետ միասին պետք է կարողանա լուծումներ տալ։ Եվ դրա մեջ իհարկե առաջին հերթին պետք է ձևակերպում տանք մարտահրավերների։ Այն ինչ որ այսօր մենք ունենք։ Մենք դասական առումով հետաքրքիր իրավիճակում ենք հայտնվել բոլորս, ովքեր որ տնտեսագիտական թեմաներով հետաքրքրվողներ ենք, միջին եկամուտ ունեցող երկրների թակարդ, հիշում եք, բոլորս սրան անդրադառնում ենք եւ գալիս է մի այնպիսի վիճակ, որ ի վերջո երկիրը զարգացել է, եկել ենք հասել ենք նրան, որ 8600 արդեն դոլարի, 600-700 դոլարի մոտ մեկ շինչ են ընկնող համախառն ներքին արդյունք ունենք, հետագա զարգացումը այլևս դժվարացել է եւ դժվարանալու է։ Հարկավոր են լրացուցիչ խթաններ։ Այն ինչի մասին, որ վերջին 2 տարին խոսում էին եւ շատ քննադատում էին, հատկապես վերարտահանում եւ այլն, այստեղ էլ նստած մարդիկ կան, որոնք իրենց մեկնաբանություններում տարբեր գնահատականներ են տալիս, ես անձնական մոտեցում ունեմ, առաջին անգամ եմ արտահայտում, որևէ վատ բան չեմ տեսնում դրա մեջ եւ ընդհանրապես որևէ վատ բան չեմ տեսնում, եթե հնարավոր է եղած իրավիճակում եղած հնարավորությունները օգտագործել տնտեսական ակտիվ գործունեություն ծավալել։ Կլինի վերարտահանում, կլինի չվերարտահանում, կլինի նույնիսկ վերավաճառ կամ չգիտեմ ինչպես ուզում եք ձևակերպեք, բայց կարևորը տնտեսական գործունեությունն է։ Ուրիշ բան որ պետական քաղաքականության մշակման առումով կամ պետական իշխանական միջոցներ օգտագործելու առումով միգուցե պետք է հասկանալ արժի դրան խառնվել թե ոչ, սա ուրիշ հարց է, բայց ընդհանուր առմամբ իմ գնահատականն է, որ ստեղծված իրավիճակում այն իրավիճակն է, որ եղել է, հիմա էլ տեսնում եք ճշգրտումներ է գնում, արդեն նվազում է գնում, որտեղ այդպես է, իրավիճակը այդպես է պահանջում։ Հիմա այս խնդրում եմ, որ այս մարտահրավերները նկատի ունենանք բոլորս։ Ու նաև սրանից ելնելով մեր հետագա
ուսումնասիրությունները, հետազոտությունները հենց այդ մարտահրավիրները հաղթահարելու շրջանակում են։ Երբ որ խոսում ենք խաղաղության խաչմերուկի մասին, ժամանակն է եկել, որ այդ խաղաղության խաչմերուկի պոտենցիալն է գնահատել։ Թեկուզ ես կիսում եմ այն տեսակետը եւ այն թեզն եմ առաջ տանում, որ ոչ ոք չի կարող մինչև վերջ հաշվարկել, թե ինչ ազդեցություն կունենա, ինչպես ոչ ոք չի կարող հաշվարկել, թե կոռուպցիայի դեմ պայքարը տնտեսության վրա ինչ ազդեցություն կունենա, միանշանակ է իմ ասածը։ Խնդրում եմ, եթե վիճելու առիթ կլինի, հետագայում կարող ենք առանձին հավաքվել դրա մասին խոսել, բայց գնահատել հնարավոր չի։ Հիմա նույն խաղաղության խաչմերուկին, բայց գոնե մոտավորապես պետք է մենք հաշվարկ կատարենք, արդեն ժամանակն է դա, որովհետև շատերի կողմից ընկարվել է դա խաղաղության խաչմերուկ գաղափարը, քաղաքական առումով միանշանակ, հիմա տնտեսական առումով արդեն կարիք կա դրանք լրացնել, եւ մարդիկ սպասում են այ հիմա թվերի։ Ինչ դժվար աշխատանք է, բայց դե խնդրեմ, եթե հնարավորություն կա, այդ աշխատանքը կատարել։ Մյուս խնդիրը, որ ես տեսնում եմ այսօր մեր տնտեսության ընդհանրապես ապագայի միտված, մենք լրջագույն խնդիր ունենք գնահատելու այսօրվա մեր հարկային քաղաքականությունը, պետք է հասկանանք ընդհանրապես ինչ ճանապարհով են գնում, վարչարարությունը մեծացնել, իջեցնել, դրա մասին կոնկրետ չեմ ուզում այսօր այս բանը խոսել, բայց բոլոր դեպքերում կարիք կա հասկանալու, նաև կարիք կա գնահատելու, նաև կարիք կա օգնելու պետական համապատասխան գերատեսչություններին, ես նկատի ունեմ հիմնականում ֆինանսների նախարարությանը, նաև իհարկե հարկայինին, պետական եկամուտներին, որպեսզի իրանք էլ իրենց գնահատականներում չսխալվեն։ Եվ թեմայի հետ կապված, հատկապես բոլորիս ամենաշատ հետաքրքրողը տարածքային զարգացման մասին է խոսքը, որտեղ մենք ինքներս գնահատում եւ հասկանում ենք, որ մենք մի երկիր, որտեղ որ ամբողջ տնտեսական, մշակութային եւ մարդկային պոտենցիալը կենտրոնացված է Երևանում։ Եվ հիմա մենք փորձում ենք, իհարկե իշխանությունը շատ ակտիվ է այդ առումով աշխատանքներ է կատարում եւ հատկապես ենթակառուցվածքների այդ մեծ ծավալի աշխատանքները կատարում են, որը միտում ունի հենց տարածքային զարգացման նախկին վեկտորը փոխել եւ տարալուծել Երևանի կուտակված ռեսուրսը դեպի մարզեր, դեպի հնարավորին չափ սահմանային, այսպես ասեմ, գոտի, ինչքանով ենք հաջողվում, դեռևս չեմ կարող արձանագրել, որ այո, բայց վստահ եմ, որ վաղը միսօր դրան լինելու է, բայց մենք պետք է կարողանանք այս առումով գնահատականներ տանք, առաջին հերթին ինչն է խանգարում։ Եվ երկրորդը, եթե այդ խանգարող հանգամանքները մենք կարողանանք վերացնել, հաջորդը ինչ պետք է անենք։ Այստեղ օրենսդրական խնդիրներ ունենք, թե չէ, եւ այլ կարգավորումների կարիք ունենք, թե չէ։ Այս խնդիրն է, որ ես տեսնում եմ տարածքային զարգացման տրամաբանությունը եւ իհարկե վստահ եմ, որ խաղաղ պայմաններում, ավելի հանգիստ միջավայրում ավելի ճիշտ լուծումներ կգտնվեն։ Ես չեմ ասում, այն ինչ որ արվում է հիմա սխալ է։ Այն ինչ որ արվում է խիստ անհրաժեշտ է։ Առանց այդ ենթակառուցվածքների բիզնեսին փորձել ուղղորդել դեպի մի որևիցե Երևանից դուրս շրջան հնարավոր չի։ Հիմա պետք է կարողանալ նաև գնահատել, թե ինչքանով է դա արդյունավետ եւ արժի թե ոչ։ Թեկուզ ես կարծում եմ, որ երբ որ մենք ավարտենք, թեկուզ հյուսիս-հարավի այդ ճանապարհի շինարարությունը ամբողջական լինի, ինքը բիզնեսի իր տեղը գտնելու է։ Ես դրանում վստահ եմ։ Այսքանով ավարտում եմ, շնորհակալ եմ եւ հաջողություն եմ մաղթում այսօրվա մեր միջոցառմանը, հույս ունեմ, որ վերջում իսկապես մենք կոնկրետ ինչ-որ լուծումներ կունենանք ամեն մեկս մեզ համար եւ նաեւ կգնահատենք այն աշխատանքը, որ կատարվել է։ Շնորհակալություն։